Զարմանալի կարող է հնչել, բայց Իրանն այս պահի դրությամբ հաղթում է պատերազմը։ Չնայած այն հանգամանքին, որ Ամերիկան եւ Իսրայելն արդեն 25,000-ից ավել հրթիռ են նետել Իրանի վրա եւ սպանել Իրանի քաղաքական էլիտային, Իրանը հաղթում է պատերազմում։ Իրանը 3 եւ այսօր կարողացավ մեծացնել պատերազմի մասշտաբը, դարձնելով սա երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծը։ Իրանը իր հարվածներով պատերազմի մեջ ներգրավվեց Սաուդյան Արաբիային, Բահրեյնի թագավորությանը, Հորդանանի թագավորությանը, Քաթարին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քուվեյթին, Մեծ Բրիտանիային եւ Կիպրոսին։ Իրանը փակելով Հորմուզը հարվածեց ԱՄՆ-ի նավթային հսկա Exxon Mobil-ին, Chevron-ին, ֆրանսիական Total-ին, բրիտանական British Petroleum-ին, հոլանդա-բրիտանական Shell-ին։ Նավթի թանկացմամբ հարվածեց ԱՄՆ խոշորագույն կազմակերպությունների դեմս Ամազոնի եւ Boeing-ի։ Մի խոսքով Իրանն իր դեմ լոկալ պատերազմը դարձրեց համաշխարհային նշանակության հարց։ Ակնհայտ է, որ Իրանի քաղաքական եւ ռազմական միտքը սրա վրա աշխատել էր երևի 30 տարի։ Իրանն այս առումով պատրաստված էր։ Անկախ թե ինչ կլինի հետագայում, Իրանն այս պահին ստրատեգիական հաղթանակ է տանում իր կամքի եւ մտքի հաշվին։